Եթե ձեր որևէ ազգական կրծքագեղձի քաղցկեղ է ունեցել, ապա 50% հավանականությամբ ձեզ մոտ եւս կարող է քաղցկեղ առաջանալ։ Քաղցկեղածին գենը հայերի դեպքում սպառնում է ոչ միայն կանանց, այլև աղջիկներին։ BRCA1 եւ 2 այս գեներն են պատասխանատու կնոջ օրգանիզմում քաղցկեղային բջիջների համար, մինչև այն պահը, երբ դրանք չեն ենթարկվում մուտացիայի։ Կան կանայք, որոնց օրգանիզմում այդ գեները ենթարկված են փոփոխության կամ մուտացիայի։ Եվ ուստի նրանք հակված են կրծքագեղձի քաղցկեղ առաջացնելու մոտավորապես 50-60%-ով ավելի շատ, քան մնացած կանայք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն դիմաց կանանց 8-ից 10%-ն է միայն նշում, որ ընտանիքում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ է եղել, բայց եւ այնպես բժիշկները հորդորում են զգոն լինել ու դիմել պրոֆիլակտիկ զննման։ Կրծքագեղձի քաղցկեղը միայն կրծքագեղձի հիվանդություն չէ, այլ ամբողջ օրգանիզմի հիվանդությունն է։ Եվ միակ լուծումը այստեղ հայտնաբերել իրեն վաղ նախաքաղցկեղային փուլում։ Ապրիլի վերջին հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հեռացրեց 2 կրծքագեղձերը, պատճառը BRCA1 եւ 2 գեների մուտացիաներ։ Եվ քանի որ ժառանգական նախադեպ կար, նրա մայրը կրծքագեղձի քաղցկեղ ունեցել է։ Դերասանուհին հայտարարեց, որ քաղցկեղից խուսափելու համար է վիրահատվել։ Հայաստանում հայտնի չէ դեպք, երբ կինը թեկուզ ժառանգականության վախից նման քայլի դիմի։ Հայ կնոջ համար մի փոքր դժվար է նման վճռական որոշում կայացնելը։ Իրականում առողջ կրծքագեղձերը հեռացնելու կարիք չկա։ Պրոֆիլակտիկ ստուգումներով հնարավոր է գենի չնչին փոփոխության դեպքում կանխարգելել քաղցկեղը, հատկապես որ հայ կանայք հիմա ավելի շատ են հոգ տանում իրենց առողջության մասին, անգամ առանց գանգատի դիմում են բժշկի։ Մեր այցելուների մոտ 30-40%-ը պրոֆիլակտիկ զննության համար այցելած կանայք են։ Սա արդեն իսկապես ուրախալի փաստ է, որովհետև այս մասայի մեջից է, որ մենք կարողանում ենք հայտնաբերել քաղցկեղը իր զարգացման ամենավաղ փուլում։ 3-4 տարի առաջ առաջի անգամ դիմել եմ, հետո երկրորդ անգամ ամեն տարի ոնց որ հասնում է, գոնե առնվազն գոնե տարին մեկ անգամ կինը պետքա ստուգվի 40-ից հետո։ Տիկին Սիրանոշն արդեն 3 տարի է բուժվում է մաստոպաթիաներից։ Պրոֆիլակտիկ ստուգումների շնորհիվ մեկ այլ ոչ պակաս վտանգավոր հիվանդություն հայտնաբերվեց եւ նրա կյանքը հաջողվեց փրկել։ Մի քանի ամիս առաջ հեռացրել են վահանաձև գեղձը։ Ես պատկերացնում եմ, եթե ես չգնայի այդ կենտրոնը հետազոտության, մի ամիս էլ ուշացնեինք, փաստորեն շատ ուշ կլիներ։ Կրծքագեղձի քաղցկեղը եւս հապաղման դեպքում մահացու է։ Դրա համար հորդորում է կանանց պարբերաբար դիմել բժշկի։ Միայն այդ դեպքում է հնարավոր բուժել հիվանդությունը, անգամ առանց վիրահատության եւ նույնիսկ ժառանգականության դեպքում։ Թերեզա Կադաևչյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։